Այսօր պատրաստելու ենք շատ համեղ փափուկ ու փխրուն խաչապուրիներ ընդամենը 30 րոպեում։ Բաղադրատոմսը ինչպես միշտ շատ պարզ ու հեշտ է, իսկ համը ուղղակյան կրկնելի, այնպես որ անպայման պահպանեք այս հոլովակը ու փորձեք դուք էլ պատրաստեք շատ եք հավանելու։ 1 կիլոգրամ նախապես մաղած ալյուրի մեջ ավելացնում ենք 1 թեյ գդալ սոդա, 1 թեյ գդալ շաքարավազ, 1.5 ճաշի գդալ աղ, 200 գրամ սենյական ջերմաստիճանի կարագ ու այսպես ձեռքով տրորում ենք վերածում փշրանքին։ Եթե կարագը սառը վիճակում է, կարող եք անցկացնել քերիչով։ Այնուհետև 500 գրամ մածունի մեջ կոտրում ենք 2 ձու, խառնում ու լցնում ալյուրի մեջ։ Հունցում ենք փափուկ, ձեռքերին չկպչող խմոր։ Վերջ, խմորը պատրաստ է, այս պնդության խմոր պետք է ստացվի։ Հիմա այն այսպես ուժեղ հարվածում ենք աշխատանքային մակերեսին մոտ 20 անգամ, բաժանում 3 հավասարաչափ մասի ու գնդում։ Որից հետո խճողակն ենք պատրաստում, որի համար մեզ հարկավոր է ընդամենը պանիր։ Գիտեմ, որ հարցնելու եք ինչ պանիր եմ օգտագործում, ես ավելացնում եմ աշտարակ կատապրանքանիշի, լոռի ու չանախ պանիրը։ Յուրաքանչյուրից մեզ հարկավոր է 300 գրամ։ Պանիրը քերիչով անցկացնելուց հետո ձևավորում ենք խաչապուրիները։ Խմորը ձեռքով այսպես մի փոքր բացում ենք, առատ պանիր ավելացնում, եզրերը հավաքում ու ամրացնում։ Այժմ երկու կողմից գրտնակում ենք, իսկ հաստությունը ինքներդ որոշեք, թե ինչ չափի ու հաստության խաչապուրի եք ուզում ստանալ։ Իմ խաչապուրիի հաստությունը 2 սանտիմետր է։ Տեղափոխում եմ ջեռոցի տապակի մեջ, վրան քսում հարած ձվի դեղնուց, նախշեր անում ու ուղարկում ջեռոց թխվելու։ Նաև նշեմ, դնում ենք մեջտեղի հատվածը, միացնում վերև ներքև։ Թխելու ենք 200 աստիճանի տակ մոտ 25-ից 30 րոպե։ Մինչ գեղեցիկ ոսկեգույն դառնալը։ Ջեռոց դնելուց առաջ նաև չմոռանաք պատերակաղով ծակծկեք։ Ջեռոցից դուրս բերելուց հետո, քանի դեռ տաք է, վրան կարագ ենք քսում, շատ անուշ բույր ենք ել ողջ բնակարանով մեծ։ Ես գնում եմ իմ ընտանիքի հետ վայելեմ այս համեղությունը, իսկ դուք անպայման պահպանեք այս բաղադրատոմսը, որպեսզի չկորցնեք ու փորձեք պատրաստեք, ուրախացրեք ձեր տան անդամներին։ Վստահ եմ, որ գոնե մեկ անգամ փորձեք, շատ հաճախ եք պատրաստել։ Եթե իմ էջում առաջին անգամ եք, ապա անպայման բաժանորդագրվեք, որպեսզի հետագայում բաց չթողնեք իմ նոր եւ համեղ բաղադրատոմսերը։ Իմ էջում շատ հեշտ ու համեղ բաղադրատոմսեր կան։ Սիրելիներս, սրտիկեք, եթե հավանեցիք, կիսվեք այս հոլովակով նաև ձեր ընկերների հետ ու բաժանորդագրվեք իմ տնական բաղադրատոմսեր ալիքին։